Պարոն Ավագյան, Հայ ազգային կոնգրեսի քննադատները հաճախ այս հարցը տալիս են, ասում են, եկեք անկեղծ խոսենք, Հայ ազգային կոնգրեսի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումները անվտանգության հետ կապված հիմնված են բացառապես Ռուսաստանի այսպես հետ լավ հարաբերություններ ունենալու վրա, կներեք, բայց մենք տեսանք ինչ եղավ 2020 թվականին, 21 թվականին, 23 թվականին, երբ որ Արցախում բացառապես Ռուսաստանի խաղաղապահներն էին, բայց դա չխանգարեց, որ Ադրբեջանը իրականացնի այն ինչ որ տեղի ունեցավ Արցախում եւ մենք հիմա չունենք հայեր, որոնք բնակվում են Լեռնային Ղարաբաղում։ Դուք ինչ կարող եք ասել այս քննադատության, արդյոք ժամանակը չէ, որպեսզի գուցե վերանայվի այս դիրքորոշումը։ Նախ շնորհակալություն հայտնել այս հնարավորության համար։ Մեր քննադատները կեղծում են, որովհետեւ եթե մեր քննադատները իրականում ուսումնասիրեն եւ տեսնեն Լևոն Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ի Հայ ազգային կոնգրեսի անվտանգության տեսլականը, դա նախ եւ առաջ հարևանների հետ լավ հարաբերությունների հաստատումն է, բարեդրացիական հարաբերությունների հաստատումը։ Դա մեր խնդիրները մեր ուժերով լուծելու քաղաքականությունն է։ Իհարկե ունենալով Ռուսաստանը որպես կարևոր դաշնակից անվտանգության ապահովման հարցում, ընդ որում երբ որ ձևավորվում էր այդ ամբողջ համակարգը ուրիշ որևէ պետություն, գերտերություն, որևէ հետաքրքրություն չէր դրսևորում Հայաստանին ընդգրկելու իր անվտանգային համակարգը, այնպես որ ընտրության մեջ հնարավորություն չկար էլ։ Բայց ինչ վերաբերում է Ռուսաստանի վարքին 2020, 22, 23 թվականներին, մենք Ռուսաստանին մեղադրանք ներկայացնելով չենք կարող նաև հայացք չնետել, թե դրա պատճառներն ինչ էին, ինչու այդպես եղավ։ Հասկանում եք, երբ որ իշխանությունները մերժում են Մինսկի խմբի համանախագահների պլանը 2019 թվականին, որը փայլուն պլան էր, եւ դա Ռուսաստանի պլանը չէր, դա Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի համատեղ պլան էր, դա Մինսկի խմբի պլան էր։ Մենք տեսնում ենք, որ մերժվում է ամբողջ նախընթաց բանակցային տրամաբանությունը եւ ուլտիմատումի դիրքերից է հանդես գալիս Իսկ 23 թվականին, երբ որ դա անցյալում էր եւ Ղարաբաղում միայն ռուս խաղաղապահներն էին, բայց տեղի ունեցավ այն։ Պիտի ես ավելացնեմ նաեւ, որ 2020 թվականին ոչ միայն Ռուսաստան շարունակեք խնդրում։ Ոչ միայն Ռուսաստանը չդրսևորեց իր դաշնակցային այսպես ասած պարտականությունը, այլև Ֆրանսիան, Ամերիկան եւ մնացածը շատ լուր հետևում էին ամեն ինչին։ Ոչ ոք Ադրբեջանի ձեռքը չբռնեց, բայց նրանք երաշխավոր էին process-ի։ Ես առաջին հարցս ուզում եմ ուղղել պարոն Մեհրաբյանին, ես մի քանի անգամ լսել եմ ձեր ելույթները անվտանգային համակարգի եւ Հայաստանի ապագա անվտանգության ճարտարապետության մասին։ Այնտեղ, եթե չեմ սխալվում, դուք բացառում եք Ռուսաստանի հետ հարաբերությունները այն բանի վրա հիմնվելով, որ Ռուսաստանը կոռումպացված, Պուտինը իրավունքները, մարդու իրավունքները խախտող եւ այլն, մի տենց պետություն է բնութագրումներ եք տալիս, որոնք նույն ձևով կիրառել են, ասենք, Ալիևի նկատմամբ։ Այսինքն, այդ ոնց է լինում, որ Ադրբեջանի հետ դուք տեսնում եք համագործակցության հնարավորություն չնայած այդ խնդիրների, բայց Ռուսաստանը բացառում եք։ Շնորհակալություն, պարոն Ավագյան, պատասխանում։ Խնդրեմ, այո։ Տեսեք, Ռուսաստանի հետ ոչ թե կոռումպացված լինելու առումով է խնդիրը։ Տեսեք, հենց երեկ մենք տեսանք, որ Հայաստանի առաջ արդեն վերջնագրերով է խոսում, ընդ որում Պարզը ինչից է սերում նման քաղաքականությունը, դա այն է, որ Ռուսաստանը Հայաստանի պետություն ուղղակի չի համարում։ Ռուսաստանը համարում է Հայաստանի որպես ժամանակավոր կորցրած տարածք, իսկ առաջիկա ընտրություններն են որպես հնարավորություն այդ կորուստը հետ բերելու համար։ Հաջորդը, մենք տեսնում ենք, որ Հայաստանի դեմ ներկայումս Ռուսաստանը ծավալել է հիբրիդային պատերազմ, որի տարրերից մեկն էլ որպես հավելյալ դարձել է նաև առևտրային պատերազմը։ Հաջորդը, ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ես որևէ իլյուզիա չունեմ Ադրբեջանի հետ կապված, բայց ես մի երկիր, որը Հայաստանին
արտաքին սահմանների ամբողջ պարագծի մոտ 3/4-ն է զբաղեցնում, այդ երկրի հետ խաղաղությունը համարում են ազգային անվտանգության հարց, անմիջականորեն։ Մենք էլ պետություն ենք, որը չունենք ռազմավարական խորություն եւ նոր մենք սկսել ենք այսպես ապագայի վերաբերյալ այն առաջի այն ուրվագծերը տալ, որ եւ նոր դաշինքներ կնքել կամ դրա նախադրյալները ստեղծելու համար, որ Հայաստանը զարգանա, այլ ոչ թե մնա Ռուսաստանի ֆորպոստ, Չուլան կամ, չգիտեմ, պրոքսի կամ էլ Բելարուսի կարգավիճակով ինչ որ մի ողորմելի կազմավորում իր գաուլայտերի գլխավորությամբ, պարոն Ավագյան։ Պարոն Ավագյան, դուք արձագանքելու հնարավորություն ունեք։ Շատ շնորհակալություն պատասխանի համար։ Ես ամփոփելով կարող եմ ասել, փաստորեն դուք քանի որ տեսնում եք վտանգ Ադրբեջանից եւ շատ արդարացիորեն համարում եք, որ այդ վտանգը չեզոքացնելու ձևը համագործակցելն է։ Կառավարելի պարոն։ Այո։ Այսինքն դուք Ռուսաստանից վտանգ չեք տեսնում։ Հա, բայց համարում եք, որ Ռուսաստանի այդ վտանգը չեզոքացնելու լավագույն ճանապարհը առճակատումը խորացնելը եւ նոր մակարդակի բարձրացնելն է։ Ես դա Հերանեկարային տարբերակ չի ասել։ Ես դա չասեցի։ Պարոն Ավագյան, երկրորդ հարցը։ Երկրորդ հարցը։ Երկրորդ հարցը ուզում եմ ԿՊ-ի ներկայացուցին ուղղել։ Մեր ժողովրդին պատոհասած այս աղետի սկիզբը, եթե կարելի է այդպես համարել, սկիզբը չէ, բայց շատ կարևոր փուլը 2019 թվականի փաստաթղթերի մերժումն է։ Դուք ձեր առաջնորդից բարձել եք, ինչու մերժվեց այդ փաստաթուղթը։ Պարոն Ավագյան, ես հիշում եմ, որ դուք այդ փուլը սկիզբը նշում եք 98 թվականի ռազմապետական հեղաշրջումը, ձեր բնութագրմամբ, ձեր ուժի բնութագրմամբ, հիմա պարզվում է 2019 թվականի փաստաթղթերի մերժումն էր։ Շատ տարօրինակ շրջադարձած էր կողմից սա մեկ։ Ես ասեցի վերջին փուլը։ Հա, վերջին փուլը փաստորեն, օքեյ։ Բայց պետք է մի քիչ ավելի խորտ գնանք այդ հարցին պատասխանելու համար, որովհետև մենք տեսնում ենք, որ այդպիսի նման դուք այդ նաև ես նշեցի, որ դուք 2019 թվականի պլանը փայլուն պլան որակեցիք 98 թվականին դրանից առաջ, դրանից հետո, քանի այսպիսի փայլուն պլան է առաջարկվել կողմերին եւ ինչու չի իրագործվել, եթե դրանք այդպիսի փայլուն պլաններ էին։ Եվ արդյոք Ադրբեջանը այդ փայլուն պլաններից որևէ մեկը համաձայնել իրագործել, որ հայկական կողմը կամ հայկական կողմերն էլ հրաժարվել են դրանք իրականացնել։ Իհարկե չի եղել։ Եվ եթե կա այդպես եւ ակնհայտորեն այդ բոլոր փաստաթղթերը տարեստարի ավելի վատն են դարձել հայկական կողմերի համար։ Եվ գալու 2019 թվականի պլանը համարել փայլուն պլան, սա ուղղակի չգիտեմ, խայտարակության գագաթնակետն է, պարոն Ավագյան։ Պարոն Հակոբյան, իսկ մերժում եղել է այդ պլանի։ Ես այդպիսի տեղեկություն չունեմ, որ մենք մերժել ենք։ Պարոն Ավագյանի հարցը կարծեմ նաև դրան էր վերաբերում։ Ես չեմ լսել որևէ պատասխան, որ մենք պատասխանել այդ պլանին։ Ով ասաց։ Ես ասեցի։ Դուք տեղյակ եք։ Նիկոլ Փաշինյանը ասաց սեղանին այդպեսի թուղթ չկա։ Նիկոլ Փաշինյանը չի ասել, որ ինքը մերժել այդ որևէ փաստաթուղթ չկա, որ պատասխանել։ Փաշինյանը ասել է կարող ենք նա անգամ արդյունք ունենանք առանց զոհերի։ գոյություն ուներ։ Այդ պլանը չի մերժվել, պարոն Ավագյան։ Այսինքն պատասխան չի տրվել, դա մերժման հավասար է։ Լուրջ։ Այո։ Իսկ Ադրբեջանը պատասխանել է։ Լսեք, ինձ Ադրբեջանը չի Չէ, հետաքրքրում։ բայց երկու կողմերն է, չէ, առաջարկել։ ունեմ Ադրբեջանի ինչ անունցիանում, դա Ադրբեջանի հասարակության լավ, խնդիրն է։ բայց երկու կողմերն է, չէ, այդ առաջարկը արվում։ Լսեք, նոր ասում եք մերժել ենք, հիմա մենք մի քիչ խոսեցինք, պարզվեց, որ պատասխան չի եկել։ Կարող մի քիչ խոսենք, պարզվի, որ ընդհանրապես ստում եք ու որևէ բանից է տեղակ չեք։ Ստելը ձեր կուսակցության մենաշնորհն է, եւ դա մենք տեսնում ենք ամեն քայլափոխին։ Իսկ մերժման լավագույն դրսևորումը դա այդ պլանը ստանալուց հետո գնալ Ստեփանակերտում բղավելն է, որ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այդ դա մերժման գագաթնակետն է։ Պարոն Ավագյան, չթռներ թող ձեր ուժը
իշխանությունից։ Մեր ուժը երբեք չի թռել։ Լևոն Տեր-Պետրոսյանը թող չպատրաստել իր հեռանալը եւ ոչ լուծեր այդ հարցը։ Հենց միշտ եղել է խաղաղության ջատագով եւ Դե լուծել է հարցը։ Եվ վերել է մի փաստաթուղթ, որը ընդունել է Ադրբեջանը։ Ինչու հրաժարական տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Թող լուծեր այդ հարցը։ Տվեց որ քաղաքացիական պատերազմ չլինի։ Ասում։ Այո, լուրջ եմ։ Վանո Սիրադեղյանն ասում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստել է իր հրաժարականը։ Դրան ինչ կասեք։ Լսեք, Վանո Սիրադեղյանին դուք ընդհանրապես հղելու իրավունք չունեք։ Ես իրավունք ունեմ, դուք չեք բանողներից մեկը դուք եք։ Այո, հենց ձեր քաղաքական ուժն է, որ որևէ պայման չստեղծեց, որ նա վերադառնա։ Լևոն Տեր-Պետրոսյանը իր հրաժարականը պատրաստել է։ Ասել է, չէ՞։ Վանո Սիրադեղյանի մի ցիտեք, Վանո Սիրադեղյանի մնայեք, պայքարեք, չփախնեք, երբեք չեք փախել եւ պայքարել ենք ի տարբերություն ձեզ միշտ ենք պայքարել խաղաղության համար։ Մնայեք, լուծեք։ Իսկ դուք եք փախել, Մենք ենք փախել։ Մենք ամենայն պատասխանատվությամբ դուք եք պատասխանատվությունից փախել, այո, դուք եք փախել եւ ասել եք չենք լուծում, որպեսզի դավաճան չասեն մեզ։ Այդ է հենց փախուստը։ Մենք ասում ենք, որ այդ կառավարման ընթացքում ամեն անգամ ինքը շատ վատ է բանակցել, ամեն անգամ մենք ունեցել ենք աղետ։ Հիմա այն ինչ որ բանակցել է, այդ պայմանագրի տեքստը նկատի ունենք, թրիփը եւ այլն, մենք համարում ենք շատ վատ փաստաթղթեր, որովհետեւ շատ ավելի լավը կարող էինք ունենալ, եթե լիներ մի քիչ գործից հասկացող, բանակցող եւ պետական գործիչ։ Պարոն Ավագյան, ես ուզում եմ հասկանալ, ինչ է ասել ավելի լավ հասկանալ, ինչն են վատ հասկանում, այսպես պարզ չի։ Այսինքն պարոն Զուրաբյանը նկատի ունի լավ հասկանալ եւ կունենայինք ավելի լավ փաստաթուղթ թրիփի հետ կապված։ Մի փոքր խնդրում եմ մանրամասնենք։ Գուցե դուք ավելի լավ եք հասկանում, քան մյուսները։ Նկատի ունեք Լևոն Զուրաբյանի ասածը։ Ես նկատի ունեմ, այո, Լևոն Զուրաբյանի ասածը, ինչն են իշխանությունները վատ հասկացել, որ պետք է լավ հասկանային եւ ունենայինք ավելի լավ փաստաթուղթ։ Շատ լավ։ Այստեղ ես հարկ կամարեմ մի հատ հիշեցնել մեր անցած, այսինքն ԿՊ-ի անցած բանակցային ուղին 2020 թվականից հետո։ Անընդհատ մի հարթակից, բանակցային մի հարթակից մյուս հարթակը ցածկելով մենք ունեցել ենք կորուստներ։ Օրինակ, եվրոպական միջնորդությանը համաձայնվելիս մեզ ասում էին Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը մի քիչ իջեցրեք, փոխարենը Միջանցքի հարց չի արծածվի դեռ առջև։ Ոգևորված գնաց այս իշխանությունը այդ տարբերակին հայտարարություն արվեց։ Ով ինչ ուզում հորնում խոսում աստեղ նկատել եք։ Պարոն Ավագյան, հիշեցնեք ով է բայց այդ։ Կարող եք լռել։ Չէ, չեմ կարող։ Ես ձեր պատասխանը եւ խոսքի ժամանակ լռում էի։ Ուրեմն Միգուցե հիշեցնեք ով է նման բան առաջարկել, որ նման հարցեր չառաջանան։ Նման բան, որ Ղարաբաղի հարցում նշաձողը պետք է իջեցվի։ Եվ մոռանաք Միջանցքի մասին։ Դա հենց Նիկոլ Փաշինյանի ուղիղ հայտարարությունն է։ Ասում եք, հա։ Լսեք, Միջանցքի մի միջամտեք եւ լռեք։ Ինչ ուզեք, այնտեղ կանգնեք, ինչ ուզեք խոսեք։ Շարունակեք։ Այո, ընդհանրապես դա բանը մարդու իրավունքների հարց է, գիտեք, ազատությունների, ով ինչ ուզում խոսում է։ Դա երևի ձեզ համար բանը մեծ շռայլություն է եւ ուզում եք բոլորից վերանպայքել, բայց դա չի հաջողվի ձեզ։ Շարունակեք ստել։ Ստում եք դուք եւ ձեր ղեկավարը, մշտապես, անդադար։ Հաջորդ ցածկը, որ եղավ Եվրոպական միությունից դեպի ամերիկյան միջնորդություն, արդեն հենց միջանցքային տրամաբանության լուծումները, ինչը թրիփի նախագիծն է։ Թրիփը ոչ այլ ինչ է, ինչ է հենց միջանցքային լուծում։ Ինչու է միջանցքային լուծում, որովհետև այնտեղ չկա փոխադարձության սկզբունք, չնայած անընդհատ հայտարարում են, որ փոխադարձություն է, բայց փաստաթղթերում հստակ նշված են սկզբունքները, փոխադարձություն այնտեղ չկա։ Խոստացվում է միայն, որ ակնկալվում է, որ թրիփի ծրագիրը կգեներացնի փոխադարձաբար ինչ-որ առավելություններ Հայաստանի ներպետական հաղորդակցության համար։ Եվ փաստորեն մենք ամեն անգամ հարթակ փոխելիս մենք կորցրել ենք կարևոր հարցեր մեզ համար։ Եթե մնային իշխանությունները մնային ռուսական հարթակում, հնարավոր էր պահպանել Արցախը, Միջանցքի հարցը չքննարկել, այդ բոլորը հնարավոր է լինել։ Ես կասեմ այսպես, որ այն ինչ որ մենք տեսել ենք եւ ինչ հիման վրա կարող ենք դատողություն անել,
հստակ ցույց է տվել, որ այդ մի հարթակից մյուս հարթակը ցածկելը մեզ բերել է ավելի վատ պայմանների։ Եթե մեծ հաշվով նայենք Ռուսաստանի միջնորդությամբ Միջանցքի խնդիրը եւ Թրիփի հանգամանքը, ես այստեղ չեմ կարող չընդունել, որ ռուսական առաջարկը ավելի լավն էր, որովհետեւ նա գոնե 5 տարով էր, 5 տարի եւ ռուսական նույն խնդիրը հիմա է լինելու, իմացեք, նույն խնդիրը հիմա է լինելու, բայց գոնե այնտեղ 5 տարվա ժամկետ կար։ Հետագայում եւս 5 տարի երկարացնելու։ Խաղապահության ներողություն, եկեք թեմայից թեմա չթռնենք, կարող ենք Արցախում խաղապահության հարցն էլ քննարկել։ Այնմիջիայլոց դա փոխկապացած է։ Առավելությունը գոնե այն էր, որ 5 տարով էր այդ կարգավորումը։ Այսինքն 5 տարի հետո միգուցե իրավիճակ փոխվեր, մենք ավելի ամուր մեզ գայինք եւ ասենք չենք ուզում շարունակել։ Դադարեցնում ենք սա։ Շնորհակալություն։ Այս դեպքում 49 տարի հետո պատկայել էր քանդել 5 տարի հետո։ Դա տեսական հնարավորությունը կար, եթե դուք բավական ուժեղանայիք, այսինքն մենք բավական ուժեղանայինք եւ հարցերը կարգավորվեն, մենք կարող ենք ասել, որ այլևս չենք ուզում շարունակել այս պայմանները։ Շնորհակալություն։ Այս դեպքում 49 տարի է։ Շնորհակալություն։ Միջև բուն ամփոփիչ խոսքս ասել, ես պիտի անդրադառնամ պարոն Մեհրաբյանի ռեպլիկին առաջին նախագահի հասցեին։ Սա ուղղակի թյուրիմացություն է, որովհետեւ մեղադրել առաջին նախագահին կախվածություն առաջացնելու այն դեպքում, երբ որ նախագահի օրոք է ներմուծվել ազգային արժույթը, ստեղծվել բանկային համակարգը, հողի սեփականաշնորհումը իրականացվել եւ մարդկանց հնարավորություն է տրվել ինքնուրույն բիզնես ծավալել, ազատականացվել է տնտեսությունը, ԱՄՆ օժանդակության սիստեմային ստացել է մշտապես, համաշխարհային բանկի եւ արժութային միջազգային հիմնադրամի անդամ է դարձել Հայաստանը։ Այս ամեն ինչը հենց Հայաստանի տնտեսական միջազգային տնտեսական համակարգ ներգրավելու ամենակարևոր բաղադրիչներն են։ Սրանից հետո ասել, որ Հայաստանը առաջին նախագահը Հայաստանը կախվածության մեջ է դրել Ռուսաստանից, ինձ թվում է իրականության հետ խնդիրներ ունեք, պարոն Մեհրաբյան։ Այո։ Ինչ վերաբերում է բուն ամփոփիչ խոսքից։ Ես իհարկե կնախընտրեի, որ մենք այսօր ունենանք ավելի բովանդակային քննարկում Հայաստանի արտաքին քաղաքականության եւ արտաքին մարտահրավերները դիմագրավելու հարցում, բայց պիտի կարևոր մի հանգամանք առանձնացնեմ, որ այս ընտրությունները աննախադեպ են նրանով, որ օտար ուժերի ներգրավվածությունը եւ ազդեցությունը ընտրություններին ուղղակի աննախադեպ է։ Սա մեծ վնաս է հասցնելու մեր ժողովրդավարությանը, մեր ներսում, մեր հասարակության ներսում կոնֆլիկտների չեզոքացմանը եւ հնարավոր կոմպրոմիսների դաշտի ստեղծմանը։ Եվ այս առումով, քանի որ ժամանակը շատ քիչ է, ես ուղղակի պիտի ասեմ, որ մենք այն ուժն ենք, որ մերժում ենք որևէ աշխարհքաղաքական կողմնորոշում եւ միևնույն ժամանակ համարում ենք, որ Հայաստանը չպիտի լինի ոչ հակառուս, ոչ հակարևմուտք։ Ընտրեք համար 10-ը։